Ողջույն, սիրելի հայրենակիցներ, տեսակապով այժմ ես հարցազրույցի եմ հրավիրել ռազմական փորձագետ հարգարժան Դավիթ Ջամալյանին։ Ողջունում եմ ձեզ, պարոն Ջամալյան, շնորհակալ եմ Բարև հարցազրույցից հրավեր ընդունելու համար, շնորհակալ եմ, պարոն Ջամալյան, շատ այսպես լուրջ ճակատագրական, օրհասական գործընթացների առաջ ենք, որը փաստորեն վճռորոշ է լինելու մեր ժողովրդի, մեր պետության ճակատագրի համար։ Հունիսի 7-ն է մոտենում, մնացել է ընդամենը 3 օր ընտրություններին, եւ իզուր չէ, որ ասվում է այս ընտրությունները գոյապահպանական ընտրություններ են լինելու։ Մենք հասկանում ենք նժարի երկու կողմերում ինչ է դրված, հայրենիք եւ մյուս կողմում հայրենիքը հանձնողներ, եւ հիմա ես ուզում եմ մենք այսօր, քանի որ շատ կարևոր օրվա ընթառաջ ենք գնում, հետեւյալ թեման այսպես հիմնականում զարգացնել, ինչու ինչու պիտի հայ ընտրողը, հայ մարդը չընտրի Նիկոլ Փաշինյանին եւ փորձենք նաեւ մեր ընտրողին որոշակի չափով նաեւ օգնել, որովհետեւ 19 քաղաքական ուժեր, դաշինք, այսպես անձիկ նաև, որոնք մասնակցում են, կուսակցություններ, որոնք մասնակցում են եւ ընտրություններին եւ մարդկանց համար փոքրինչ նաև դժվար է ընտրել, դժվար է հասկանալ, թե ում տալ նրանցից ձայնը։ Հիմա մենք նաև կփորձենք այս մեր հարցազրույցի ժամանակ որոշակի առումով նաև օգնել մարդկանց ճիշտ ընտրության հարցում, որպեսզի ընտրեն այն ուժին եւ այն անձանց, ովքեր կարող են այս խայտառակ վիճակից մեր երկրի համար ստեղծված այս կործանարար ընթացքը կասեցնել եւ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի ձեռքով բերված այս ավերը կանգնեցնել։ Հիմա ես նախ կուզեմ մեր հարցազրույցը սկսել հետեւյալ հարցով։ Սուրեն Պապիկյանը եւս այսօր հաստատեց, որ այո, Ռուսաստանի Դաշնությունից փաստորեն եկող մեր այն հայրենակիցները, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, պարոն Ջամալյան, նրանց փաստորեն միանգամից ուղարկվում է ծանոթագիր մասնակցելու 25-օրյա վարժական հավաքներին։ Ինչ է սա նշանակում, պարոն Ջամալյան, կարող ենք ասել, որ բանակը, այս մարդիկ օգտագործում են իրենց քաղաքական նպատակների համար, քաղաքական շահերի համար եւ մարդկանց փաստորեն այդ քայլով սպառնում են, որ չգաք Հայաստան, թե չէ կտանենք ձեզ վարժական հավաքների։ Ես ուզում եմ հասկանալ նաև այս մարդկանց տրամաբանությունը, որովհետև 2-3 ամիս առաջ Փաշինյանը ճիշտ հակառակն էր հայտարարում, ասում էր եկեք, որ ընտրեք եւ նաև խոսում էր այն մասին, թե միևնույն է դուք գալու եք մեզ եք ընտրելու։ Բան է փոխվել։ Եկեք հասկանանք ինչ է կատարվում։ Պարոն Ջամալյան, խնդրեմ, նախ ձեր գնահատականը այս երևույթին, խնդրեմ։ նախ շնորհակալ եմ եթերի համար։ Ես գտնում եմ, որ իրենց այլևս ոչինչ չի փրկի։ Ուղղակի ոչինչ չի փրկի այլևս իրենց եւ այդպիսի տխմար քայլերով իրենք ավելի մոտիվացնում են մարդկանց գնալ ընտրատեղամաս։ Հիմա այն մարդիկ, ովքեր գալիս են եւ հիմնականում գալիս են, որպիսի մերժեն այս թուրքից ավելի թուրքերին, իրենք շատ մոտիվացված են եւ վարժական հավաքի տանելն անգամ ես չեմ կարծում, որ կարող է իրենց մոտ կոտրել այդ մոտիվացիան։ Իրենք ընդհակառակը ել ավելի կմոտիվացվեն անելու այն, հանուն ինչի իրենք եկել են մայր հայրենիք, այսինքն վարժական հավաքի տանելը չի նշանակում, որ դու զրկում ես մարդուն ընտրության իրավունքից եւ այդ մարդիկ լինելով վարժական հավաքներում նույնպես իրավունք ունեն եւ իշխանությունները գոնե ֆորմալ առումով պարտավոր են ապահովել իրենց ընտրական իրավունքի իրացումը։ Հետեւաբար, քանի որ խոսքը հաստուն մարդկանց մասին է, մոտիվացված մարդկանց մասին է, կյանքի ճանապարհ անցած մարդկանց մասին է, ես վստահ եմ, որ տեղերում իրենք ուղղակի չեն կարողանալու ուրեմն կոտրել այդ մարդկանց ոգին եւ ինչ որ ճնշումներով բռնանալ նրանց կամքի վրա ու թույլ չտալ, որպեսզի իրենք իրենց ընտրությունը կատարեն։ Իրենք իրենց ընտրությունը կկատարեն վարժական հավաքների ընթացքում, ել ավելի մոտիվացված եւ
ես չեմ պատկերացնում ինչպես են արգելելու, ենթադրենք Ռուսաստանից այստեղ ժամանող մեր պատվարժան քաղաքացիներին, հայրենակիցներին արգելել, ենթադրենք ընտրել Սամվել Կարապետյանին կամ Ռոբերտ Քոչարյանին կամ Ծառուկյանին, ինչպես են անելու։ Կան կարմիր գծեր ուղղակի, որոնք անցնել հնարավոր չի։ Այս մարդիկ մեկը իրենց ընտրությունը կկատարեն։ Սա մեկ, երկրորդը ես չեմ կարծում, որ իրենք կհասցնեն զուտ ֆիզիկապես 2 օրվա ընթացքում այդ մեր հայրենակիցների ստվար զանգվածը մոբիլիզացնել վարժական հավաքներին։ Այստեղ զուտ կազմակերպչական առումով էլ խնդիրներ են ունենալու։ Եվ ամենակարևորը գնահատականը արդեն սա զազրելի ճղճիմ, իրենց պես ճղճիմ հերթական քայլն է, ճղճիմ քայլ է, թույլ չտալու, որպեսզի մարդիկ իրենց ազատ կամարտահայտությունն անեն։ Բայց դա իրենց չի հաջողվելու, կազմակերպչական առումով էլ հեշտ չի լինելու, ամբողջ այդ ծավալը ժամանող մեր հայրենակիցների ուրեմն տանել վարժական հավաքների ֆիզիկապես ուղղակի չեն կարողանալու անել, ում էլ տանեն, ես վստահ եմ, որ այդ մարդիկ հասուն մոտիվացված մարդիկ են, իրենց ընտրությունը այնտեղ կանեն, հələ մի բան էլ գուցե ֆոն ստեղծեն, որ տեղում զինծառայողներն էլ իրենց հետ ուրեմն այդ վարժական հավաքներին ծառայություն անցնող իրենք էլ հələ մի բան էլ ճիշտ քվեարկեն, իրենք այդ մթնոլորտը, ես վստահ եմ, այդ առողջ մթնոլորտը կտանեն վարժական հավաքներ ու զորամասեր։ Իսկ գնահատականի առումով զզվելի մի բան է, բանակը դարձրել են պատժի գործիք, դա Անդրանիկ Քոչարյանի ֆանտազիաներն էին, չէ՞, դա միտինգների ժամանակ ակտիվ մեր պայքարի տղեկին տանել վարժական հավաքների։ Բայց Անդրանիկ Քոչարյանների ժամանակը անխուսափելիորեն անցնում է, մի քանի օր է մնացել, հուսահատ զզվելի քայլ է, բանակը դարձնում են պատժիչ գործիք, ավելի առհամարել բանակը, ավելի անարգել բանակը, այդ ուղղակի հնարավոր չի։ Բայց էլի չեն հաջողելու, որովհետև ալիքը բարձրացել է թափանիվը շատ մեծ հուժկու արագությամբ, ուժ է հավաքում, թափ է հավաքում, շարժվում է եւ երեկվա հանրահավաքը դրանից 2 օր առաջ Հայաստան դաշինքի հանրահավաքը մի բանի մասին են հուշում, իդեպ հենց հիմա էլ այս ժամերին Բարգավաճ Հայաստանն է տպավորիչ հանրահավաք կազմակերպել, այդ ամենը հուշում է մի բան, այս իշխանությունների օրերը հաշված են եւ սա իրենց ոչինչ, այդ զզվելի ճղճիմ քայլը իրենց ոչինչ չի տալ։ Դուք շատ լավ բան ասացիք այն առումով, որ եկող մեր հայրենակից տղաները, ովքեր կարող է գան Հայաստան, իդեպ ինչի մենակ Ռուսաստանից, ասենք օրինակ եթե գալու են Ֆրանսիայից փակելու են իրենց դիմաց, թե իրանք վստահ են, որ Ֆրանսիայից եկող Հայաստանի քաղաքացին իրենց օգտին է քվեարկելու։ Ես չեմ կարծում այլևս, որովհետև նկատում եմ, որ Սփյուռքում եւս լուրջ տրամադրություններ է փոխվել, որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձեց Սփյուռքը հեռացնել Հայաստանից եւ ստեղծել իր Սփյուռքը, ինչ կարծիք եք, պարոն Ջամալյան, կարծում եմ իրեն չի հաջողվել դա եւ Սփյուռքում եւս այո, տեսնում են թե ինչ փորձանք է, ինչ աղետ է բերել այս մարդը երկրին, Հայաստան երկրին, իսկ եթե Հայաստանը վնասվում է, դրանից երբեք չի կարող շահել դրսում ապրող հայը։ Այս տեսանկյունից իրենց այդ հույսը ինչի վրա է, որ դրսից եկողը Ֆրանսիայից կլինի, Բելգիայից կլինի, թե Ռուսաստանից, այսինքն ինչ, այս քայլերի իմաստը։ Ռուսաստանը այսպես առաջին պլան են բերում իրենց այդ պաթոլոգիական հակառուսականությամբ պայմանավորվում, բայց իրականում դուք ճիշտ եք նկատում, համայն աշխարհից են գալիս եւ համայն Սփյուռքը, համաշխարհային Սփյուռքը իր ջախջախիչ մեծամասնությամբ զզվում է օրվա թրքահաճոներից, ասենք Սինանյանի հույսով իրենք զուգահեռ Սփյուռք են ուզում կազմակերպել, գիտեք, եթե այդ կերպարի միջոցով էին փորձում ինչ-որ պարակտիչ գործողություններ անել ու զուգահեռ ուժ ուրեմն ստեղծել Սփյուռքում, ապա ի սկզբանե իրանք դատապարտված են եղել ձախողման։
Որովհետև գիտեք, ազգուրած, անհայրենիք մարդիկ, ծախվելու պատրաստ մարդիկ ամենուր կան, դա տեսակ է, հավանաբար մեր Սփյուռքում էլ են եղել ու այդ Սինանյանական, Նիկոլա Սինանյանական այդ այլընտրանքային Սփյուռքը, եթե համարենք, որ գոյություն ունի, շատ սակավաթիվ, ահա նման ցածր բարոյական որակների տեր մարդկանցով ուրեմն կազմված ինչ որ բան է, բայց վստահաբար այդ զուգահեռ Սփյուռքը իբրև այդպեսին չի էլ կայացել, որ սակավաթիվ մասսա իրենց շուրջ կարողացել են հավաքել այսպես հեռացած ազգային արմատներից ծախվելու պատրաստ ինչ որ մարդկանց, բայց իրենք շատ սակավաթիվ են եւ համաձայն եմ, այո, միայն Ռուսաստանից չի, ես օրինակ ծանոթ ունեմ, ով ժամանել է Բուլղարիայից եւ պատրաստվում է քվեարկել կոնկրետ Քոչարյանի օգտին եւ կան բազմաթիվ էլի ծանոթ մարդիկ, ովքեր գալիս են ու ոչ միայն Ռուսաստանից, որպեսզի քվեարկեն մի մասը Քոչարյանի օգտին, մի մասը Սամվել Կարապետյանի օգտին։ Գիտեք, ես այստեղ այլ խնդիր եմ տեսնում, անկեղծ ասած, խնդիրը լավագույնների մեջ ընտրություն անելու դժվարությունն է։ Օրինակ, շատ շատերի պարագայում Քոչարյան թե Կարապետյան, երկու արժանի, երկու իսկապես վաստակ ունեցող, փորձ ունեցող, պետական մտածողություն ունեցող մարդկանց միջև ընտրությունը շատ բարդ է, բայց այս ձայները մեր ձայներն են, կորած ձայներ չեն, ոչինչ, մեկ է այսպես թե այնպես այդ երկու ուժերը վաղ թե ուշ համագործակցելու են միասին, անգամ եթե հաջողվի ուրեմն Սամվել Կարապետյանին բացարձակ հաղթանակ տանել, ինչը շատ լավ կլինի, մեկ է, այդ պարագայում էլ մեր երկու պետականակենտրոն ուժերը հարաբերվելու են, համագործակցելու են հանուն պետության, համախմբված են գործելու, այնպես որ սրանք մեր ձայներն են, բայց այդ օբյեկտիվ դժվարությունը կա երկու ուրեմն արժանիների միջից ում ընտրել։ Ես այսպես շատ մեծ հարգանք եմ տածում նաև Ծառուկյանի ուժի հանդեպ, ուղղակի քանի որ Ծառուկյանը վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ հայտարարություն չի արել, իր անձը առաջին պլան չի մղել, չի հայտարարել, որ հենց ինքն է վարչապետի թեկնածուն ու շատ ճիշտ է արել, մեծ իսկապես պետական գործին վայել ուրեմն քայլ է, ապա բնականաբար հասկանալի է, որ ի վերջո լուրջ ընտրությունը լինելու է երկու մյուս ուժերի ղեկավարների միջև։ Իդեպ Ծառուկյանի վերաբերյալ ուզում եմ հատուկ հետևյալն ասել, երբևէ այսպես դրվատական խոսքեր չեմ ասել ուրեմն Բարգավաճ Հայաստանի վերաբերյալ, այսպես չեզոք եմ էլի վերաբերվել, բայց իր վերջին այս հայտնի ելույթներից մեկում, երբ ինքը ասում է ես իմ հայրենիքը ունեցվածքի հետ չեմ փոխի, Տիկին Սիմոնյան ջան, գիտեք, այստեղ լիրիկա չկա, սա լիրիկա չի, սա էմոցիոնալ բան չի, սա անգամ եթե նախընտրական տրամաբանության մեջ, բայց շատ կարևոր բան է ասում, շատ կարևոր, որովհետև եթե մեր բիզնեսը այդպիսի տրամաբանությամբ մտածի, եթե այդպիսի տրամաբանությամբ առաջնորդվի, մենք կունենանք բոլորովին այլ որակի պետություն։ Այսօր Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ թավալ գլոր են գալիս, թավալվում են այնպիսիք, ովքեր չունեն այդ մոտեցումը, այսինքն չարչին ինչով է տարբերվում հայակենտրոն հայ գործարարից։ Ահա այդ դիրքորոշմամբ, եթե այդ դիրքորոշումը մոդայիկ դառնա, տիրապետող դառնա մեր գործարար աշխարհում, մենք աներևակայելի բարձունքների կհասնենք ու բրավո Ծառուկյանին իր այդ դիրքորոշման համար։ Իդեպ Սամվել Կարապետյանը իր կյանքով է ապացուցել դա, որովհետև տեսեք պետական գործիք չլինելով պետականակերտման գործի մեջ է եղել, ու մենք շատ այդպիսի նվիրյալ գործարարներ ունենք, շատ շատերի անուններն էլ չգիտենք, միջին կարողության տեր
ավելի այսպես համեստ կարողության տեր մարդիկ, ովքեր իրենցից օգում են, կտրում են ու հանուն ընդհանուրի, հանուն հայրենիքի պատրաստ են ինչ-որ զոհության գնալ, ինչ-որ բան տալ, ինչ-որ բան անել, այս տրամաբանությունը բնորոշ է Փառք Աստծո բիզնես ոլորտի ներկայացուցիչներից, բայց եթե այդ տեսակետը, որ հայրենիքս ունեցվածքի չեմ փոխի, եթե այս տեսակետը դառնա տիրապետող բիզնես աշխարհում, սա առաջի անգամ ասված բանը մեծահարուստներից կողմից, հա, Ես եթե հիմա դա նայ տիրապետող դառնա, Ես հիմա նայ հավատա, հիշեցնում, այո, ամփոփեք, ես հավատացնում հիշեցնեմ։ եմ ձեզ մեր բիզնեսը այդ տրամաբանությամբ եթե առաջնորդվի, ել ավելի կհարստանա, իսկ պետությունը ուղղակի կծաղկի։ Պարոն Ջամալյան, ես նաև հիշեցնեմ, որ ավելի վաղ նման հայտարարություններ արել Սամվել Կարապետյանը, երբ այս իշխանությունը խլեց նրա ձեռքից հեծը։ Այո, Այո, եւ Սամվել այո, Կարապետյանը եւ նրա նաև ուժի անդամները հայտարարում են, եւ այդ ընթացքում ես հիշեցի նոր, որ Սամվել Կարապետյանը այդ ժամանակ բանտում էր եւ հենց այնտեղից էր ասել, որ ինձ համար որևէ նշանակություն չունի, այո, իմ հայրենիքի հարցն է դրված նժարին։ Գիտեք, շատ հետաքրքիր բան նկատեցիք դուք եւ շատ շնորհակալ եմ այդ շեշտադրման համար։ Երևի մեր բացառիկ ընտրությունը էս առումով, որ հայ մարդու մոտ կա այդ շատ կարևոր այդ գիտակցումն է առաջ մղվում հայրենիքը կարևորելու եւ դա ասում է գործարար մարդիկ, ովքեր մեր ընկալումներում միշտ չէ, ասենք նյութապաշտական, այսպես այո, ավելի շատ ձգտումների մեջ են եղել եւ շատ ողջունելի է սա։ Մենք կարծես մի տեսակ մանթաշովների կերպարների հետ գործ ունենք եւ տա Աստված, որ իսկապես նվիրյալներ իրապես իրենք լինեն եւ կարծում եմ հենց այդպիսին են մանթաշովներ, ովքեր հանուն երկրի պատրաստ են տալ իրենց ունեցվածքն էլ, որտեվ ինչ է ունեցվածքը հայրենիքի առաջ իհարկե ոչինչ, զրո, եւ որ այս գիտակցումը ունեն մեր խոշոր գործարարները, ովքեր այսօր մտել են քաղաքականություն, սա նշանակում է իրենք գիտակցում են, որ մեր երկիրը չափազանց վատ վիճակում է, կնշանակի իսկապես փրկության լրջագույն պահի առաջ ենք կանգնած, եւ ես հիմա ձեզ անգամ ուզում եմ հիշեցնել այսօր նման հայտարարությամբ համախմբման առումով կոչ էր արել անգամ միջազգային փորձագետ Ռոբերտ Ամստերդամը, խոսելով Նիկոլ Փաշինյանի այս խայտառակ հարձակումների մասին, թե ինչպես են թիրախավորված ընդդիմադիրները, թե ինչ խուզարկություններ, այսօր կարծեմ դուք հետևել եք, թե ինչ խայտառակ ընթացք է, պարոն Ջամալյան, մտնում են իրենց գրասենյակները, խուզարկություն են անում, ինչ են փնտրում, չգիտես, հա, հիբրիդային պատերազմի կամ հետքերն են երևի փնտրում։ Եվ Ռոբերտ Ամստերդամը կոչ էր արել երեք ընդդիմադիր առաջատար ուժերին անպայման համախմբվել եւ այս ճարիքը հերացնել, ասում է հայ մարդ, համախմբվիր եւ ազատիր քո երկիրը, որը նարցիսիստ Նիկոլ Փաշինյանը դարձրել է օտար շահերի սպասարկման տեղ եւ ազատիր քո եկեղեցին։ Ես գրեթե մեջբերեցի ամբողջությամբ Ամստերդամի այդ խոսքը եւ տա Աստված, որ այդ համախմբումը իսկապես ինչ որ փուլում տեղի ունենա։ Դուք տեսնում եք այդ հնարավորությունը, գուցե թե այս պահին չէ, բայց հետընտրականում հաստատ կարծում եմ կլինի։ Ինչ կասեք այս մասին։ այո, մինչ բուն այդ հարցին անդրադառնալ, ասեմ, որ շատ ճիշտ նկատեցիք Սամվել Կարապետյանն էլ մի քանի անգամ այդ շեշտադրումները արել է, փաստորեն թե Կարապետյանը, թե Ծառուկյանը մոդա են ստեղծում մեր ուրեմն բիզնես աշխարհում, հայրենանվեր բիզնեսի օրինակ են ծառայում, բրավո, հարգանք ու պատիվ երկուսին էլ, այդ թքած ունեմ, հա, հայրենիքից թանկ բան չկա, այս մոտեցումը Այո, սա այո, լիրիկա չի, այդպիսի մոտեցում, եթե մեր բիզնեսը որդեգրի այդպես մարդիկ մտածեն, գործարար աշխարհը այդպես մտածի, պետությունը կծաղկի, կհզորանա եւ իրենք ել ավելի կհարստանան, ել ավելի կշահեն, այնպես որ բրավո, այո, ես մոռացա, դուք հիշեցրեցիք, շատ ճիշտ է, Սամվել Կարապետյանն էլ է այդ մասին խոսել։ Հիմա ինչ վերաբերում է համախմբմանը, տեսեք, այստեղ կա քաղ տեխնոլոգիական կողմը խնդրի։ Ես այդ ոլորտի մասնագետը չեմ, հիմա ակտիվորեն հետևում եմ քաղ տեխնոլոգների, ընդհանուր պատկերացում արդեն ունեմ, այդ փաստորեն մի ողջ գիտություն է, եկեք անկեղծ ասենք, եւ ես կարծում եմ, որ
նախընտրական շրջանում այս 3 առանձին էշելոնով գնալը ունի իր քաղտեխնոլոգիական նպատակահարմարությունը, բայց 3-ն էլ թե Սամվել Կարապետյանը, թե Քոչարյանը, թե Ծառուկյանը մի մտքի մարդիկ են, հայ են, հայրենասեր են, պետականակենտրոն միտք ունեն եւ իրենք բոլորն էլ նույն մեխին են խփելու, իդեպ պարզ ասվել է, շատ հստակ ասվել է, որ ամենամեծ թվով ձայներ հավաքած ուժին մյուսները սատարելու են, թե Հայաստան դաշինքից է այդպիսի հայտարարություն արվել, թե Բարգավաճ Հայաստանից, ու կարծես թե այս պայդրությամբ Սամվել Կարապետյանի ուժը առաջատար է եւ տրամաբանությունն է հուշում, կարծես թե եթե ամեն ինչ այս տրամաբանությամբ զարգանա, որ վերջո հետընտրական procesներ են լինելու, միավորման procesներ են լինելու, այդ համախմբվելու են ուժերի շուրջ։ Տեսեք, հատուկ անխուսափելիորեն այդ միավորումը լինելու է եւ հետընտրական շրջանում է լինելու, ինչը ճիշտ է։ Հիմա ես ուզում եմ հատուկ հետեւյալն ընդգծել։ Իսկապես հանրային ընկալումներում շատ բան է փոխվել եւ 3 ուժերն էլ թափ են հավաքում, իսկապես թափ են հավաքում ու այն հատվածը, ով անցյալ ընտրություններին չէր մասնակցել, ինչ որ վերապահումներ ուներ, ես վստահ եմ ասում, որովհետև օրինակներ կան նաև իմ շրջապատում, հիմա գնալու է ընտրության եւ այդ 3 ուժերից մեկի հետ է գնալու, այդ 3 ուժերից մեկին է ընտրելու, մարդիկ կան մեր լայն շրջապատում, ովքեր անցյալ ընտրություններին առհասարակ չեն գնացել, մեծ վերապահումներ են ունեցել Քոչարյանի հանդեպ այդ տարիների կեղտի ու մաղձի պրոպագանդայով պայմանավորված, հիմա գնալու են Քոչարյան ընտրեն, կան մարդիկ, ովքեր այսպես շատ մեծ հույս են կապում Սամվել Կարապետյանի հետ, ու եթե Սամվել Կարապետյանը չլիներ ասպարեզում, գուցե իսկապես ընտրության չգնային, բայց քանի որ կա Սամվել Կարապետյանի կերպարը, գնալու են ու Սամվել Կարապետյան ընտրեն։ Եվ երբ իմի ես բերում, տեսեք, սոցիոլոգիայի մասին ենք հաճախ խոսում, չէ, բայց բոլորն էլ ասում են, որ շատ մեծ վերապահումով պետք է սոցիոլոգիական տվյալները ընդունել, ու սոցիոլոգիան պետք է նաև գոնե ընդհանուր առմամբ կենցաղում իր արտահայտությունն ունենա, հա, ինչ սոցիոլոգիան մեզ մատուցում է, ինչ տվյալներ որ մատուցում է, դրանք պետք է կենցաղում դու ինչ որ կերպ զգաս։ Հիմա այնինչ ես ասում եմ, իհարկե գիտական առումով արժանահավատ չէ, սրանք ակադեմիական ճշգրտությամբ տվյալներ չեն, բայց շատ կարևոր ցուցիչներ են, օրինակ իմ շրջապատում ես տեսնում եմ մարդկանց ու բավական մեծ թվով մարդկանց, ովքեր անցյալ ընտրություններին ես համոզել եմ, խոսել եմ, չի ստացվել, ջղայնացել եմ, մազեր են սպիտակել, մարդիկ անհաղորդ են եղել, բայց հիմա գնալու է, հիմա համոզելու կարիք չկա, հիմա համոզելու կարիք բնավ չկա, ես այսօր մոտավորապես այսպես մտովի հաշվել եմ, թե իմ շրջապատում որքան մարդ է գնալու ընտրության, ու ասեմ ձեզ, բնավ պայմանավորված չէ իրենց ակտիվությունը իմ հանրային ակտիվությամբ, ես կարող էի ինձնից ոչինչ չներկայացնել, իրենք որոշել են, որ պետք է գնան, ես չեմ էլ պրոպագանդել, մեծ թիվ, իմ շրջապատի զգալի մասը գնալու է ընտրության եւ հիմնականում այդ 2 ուժին ընտրի, հա, այդ 2 ուժերից մեր ընտանիքի մասին դե խոսք չկա, մոտ հարազատներ, ընկերներ, ստանիկներ, այսպես իմի բերենք, մոտ մի 30-40 հոգի մենակ իմ շրջապատից ընտրության է գնալու, իսկ սա բավական լուրջ թիվ է, մենակ ես ինքս այդ օրը իմ ակտիվությունը պատկերացնում եմ շատ պարզ, որովհետև ես ու մայրս գնալու ենք ընտրենք, հետո գալու ենք տուն, կինս է գնալու ընտրի իր մոր հետ, հետո իրենք են գալու, ես գնալու եմ մորաքրոջս ուղեկցեմ, որ ինքը գնա ընտրի, որովհետև տարիքով է ուղեկցության կարիք ունի, պես որ կա ոգևորություն, Հրաշալի է,
Հրաշալի է, դուք ձեր ընտանիքի օրինակով, մտերիմների օրինակով համոզվում եք եւ մեզ եւս ցույց եք տալիս այն փաստը, որ կարծում եմ իսկապես սառույցը կոտրվել է։ Ես ուզում եմ, բայց այսպես այն գունավոր ակնոցների հետևից չնայենք, ինքներս մեզ հույս չտանք, որտեվ գիտեք ինչ կա, պարոն Ջամալյան, մեր ժողովրդի մոտ այսպեսի մի բնավորություն կա։ Կարող ասեն, դե հա մեկա սաղ գնում են, էլ ես ինչ գնամ, գործ ունեմ, ասենք կգնամ X գործը կանեմ։ Չէ, այդպես եթե մենք մտածեցինք, մենք տանուլ ենք տալու։ Ամեն մեկը պիտի հասկանա, որ իր մեկ ձայնը շատ որոշիչ է։ Վերջերս խոսում էի Մանեթ Հանդելյան էր ապրելու երկիր կուսակցության նախագահն էր հյուրս։ Ինձ ասեց մեկ ձայնով, հիմա չեմ հիշի որ շրջանում, բայց այդ մարզերից մեկում մեկ ձայնով ապրելու երկիրը հաղթանակ է տարել։ Մեկ ձայնը եղել է Այո, որոշիչ, այո, այո, ՔՊ-ի դեմ հաղթանակում։ Այս այո, ընկալումով հիմա պիտի առաջնորդվի մեր կա ընտրողները։ այդ ընկալումը, փառք Աստծո կա այդ ընկալումը, հետո բոլոր սոցհարցումներն էլ որքան էլ վերապահումով մոտենանք, մի բան ընդհանուր է այդ բոլոր հարցումներում, որ ընտրական ակտիվությունը այս անգամ շատ մեծ է լինելու, հատկապես Երևանն է աչքի ընկնելու, Այո, շատ լավ է։ Արմինե ջան, տեսեք, ես էլեմենտար, քանի որ Նիկոլը էլեմենտար օրինակ բերեմ, Նիկոլը փորձանք է, հա, Նիկոլը մահ է, Նիկոլը աղետ է, դժոխք է, հա, 16 համարը դժոխքի համար, եկեք դա նախ մի հատ sense ֆիքսեք, հա, 16 համարը դժոխքի համար, աղետի համար։ Ու դու չգիտես, թե այդ նիկոլական դժոխքը ու աղետը, այդ փորձանքը քո տուն ինչ ձևով կմտնի։ Նիկոլական դժոխքն ու աղետը յուրաքանչյուրի տուն ինչ որ շատ սպეციფიկ ձևով է մտնում։ Մեկը ընտանիքի անդամ է կորցնում, մյուսը սնանկանում է, մյուսի գործերն են հավատանում, չգիտես քո կյանքում այս մարդը ինչ դժբախտություն կբերի։ Եվ ես մի քիչ էլ այսպես գիտեք շատ պրիմիտիվ օրինակ գուցե բերեմ, բայց ես իմ սանիկի հետ երբեմն այսպես կիսա կատակ, կիսա լուրջ, որ խոսում ենք ինչ է լինելու, ինքը շատ երկար ժամանակ պատրաստվում է տունը վերանորոգել ու չի սկսում այս գործը։ Ու չի սկսում այս գործը ոչ թե որովհետև ցանկություն չունի, այսպես չի կարողանում տրամադրվել, այլ որովհետև իր մոտ հարց կա։ Լավ, երկրի այդ ինչ է լինելու։ Ես սկսեմ այս գործը, թե չսկսեմ։ Հիմա ինչքան էլ այս օրինակի մեջ շատ կենցաղային մոտեցում, եթե մենք տեսնենք, հա, շատ པարզ օրինակ որպես համարենք սա, այստեղ մի քիչ իրոնիա դնենք, կապ չունի մարդը ապագայի հանդեպ պետք է ունենա կանխատեսելիություն, հստակ մարդու համար պետք է ապագան կանխատեսելի լինի։ Եթե Նիկոլի իշխանությունը այն աստիճանի անկանխատեսելի է, որ մարդու մոտ հարցեր են առաջանում, ես այդ ծախսը անեմ թե չէ, որովհետև վաղը կարող է պատահի այնպիսի մի իրավիճակում հայտնվում եմ, որ պետք լինի ուղղակի վաճառել ու գնալ, հա։ Ինչ իմաստ ունի այսպես նորոգել, եթե վերջում թուրքա գալու ու դու էժան տալու ես ու այնքանա որ թողնես ու գնաս, հա։ Թեպետ ես գիտեմ, որ դրան բանը չի ասում։ Ահա այս աշճանի պրիմիտիվ հարցեր, անգամ կենցաղում, կախված են այս ընտրությունների ելքից։ Դա ես այս օրինակը շատ պրիմիտիվ է հնչում, բայց հավատացնում եմ ձեզ, կենցաղում հարյուրավոր նման օրինակներ կան։ Մարդիկ ինչ որ նոր բան իրենց կյանքում նոր փոփոխության չեն գնում, մտածելով, բա տեսնենք ինչա լինելու, թող փոխվի հետո։ Հիմա ես այսօր իր հետ խոսել եմ Սանիկիս հետ եւ եկել ենք այն հետեւության, որ մի որոշ ժամանակ հետո, 1-2 շաբաթից հետո իր վերանորոգումը պետք է սկսի։ հաղթանակ կլինի ուրեմն։ Բայց տեսեք, պարոն Ջամալյան, մենք հիմա խոսում ենք գիտակից հատվածի մասին, թող ինձ ներող լինեն, բայց ավելի քաղաքականապես ավելի հասուն շրջապատի մասին ենք մենք խոսում, մարդկանց մասին, ովքեր ընկալում են, հասկանում են այն վտանգը, ինչ կախված է մեր երկրի գլխին Փաշինյանի վերարտադրությամբ։ Բայց ես կուզեմ նաև, տեսեք, հաշվի առնենք նաև մեր մյուս այն
հայրենակիցներին, օրինակ, այսպիսի տեղեկատվություն ունեմ, գյուղեր գնում է Նիկոլ Փաշինյանը, մարդկանց ասում է ձեր այդ փչացրած ծաղիկի փողն էլ կտամ, բիբարի փողն էլ կտամ, պամիդորի ու ելակի փողն էլ կտամ, ինձ ընտրեք։ Մարդիկ ասում են, վայ հա, Նիկոլը խոստացավ, անելու ենք, կամ 10,000 դրամով ընտրությունների նախաշեմին ափալ-թափալ բարձրացրեց թոշակները բարձրացրեց, թեպետ դրա ցանկությունը չուներ իրականում եւ այդ մասին ասել էր խորհրդարանում։ Բացի այդ, շատ արագ արեցին առողջապահության հետ կապված, հա, հարցեր փորձեցին լուծել, ապահովագրություն, առողջապահական, մարդիկ մոտենում են, ասում են, այ ցավդ տանեմ, հա, իրենց խոսքով այսպես ասեմ, դու չլինեիր, ես 4 միլիոնի վիրահատություն որտեղից էի անելու։ Այս շերտի հետ այս շերտը շատ է թե քիչ է, այ դա է շատ նախ կարևոր եւ ես վախենում եմ, որ Փաշինյանը այս ընթացքում կարողացել է բացահայտ ընտրակեղծիքներով, ընտրակաշառքով մյուս կողմից հաշվի առնենք պարտադրանքը, վախի մթնոլորտի ստեղծում, մյուս կողմից վարչական ռեսուրսի ստեղծում, հələ ուզում եմ հաշվենք այս պատկերը ինչ թվային պատկեր կարող է ինչ արդյոք ծանրակշիռ թվային պատկեր կարող է ունենալ ընտրազանգվածի առումով, հա։ Ինչ եք կարծում։ Խնդրեմ, այս մասին ասեք։ Ես դրանից խիստ մտահոգ եմ։ Մտահոգվելու կարիք կա, բայց շատ հատկապես այդպես ընդգծված հատուկ մտահոգվելու կարիք չկա, ասես ասեմ ինչու, որովհետև տեսեք, վերջին սանկցիաները ռուսական կողմի, որոնք հրահրվել են նիկոլական իշխանության շնորհիվ, նիկոլական իշխանությունն է հրահրել այդ սանկցիաները։ Այդ սանկցիաները խփել են սարսափելի, խփել են իր վարկանիշին հենց գյուղում։ Հիմա իրենք ինչ որ անում են, այ կապված այդ փոխհատուցումների հետ եւ այլն, որ ձեր բերք ու բարիքը կփոխհատուցեն եւ այլն։ Հիմա իրենք ինչ էլ անեն, իրենք փորձելու են իրանց կորցրած ձայները հետ բերել։ Նոր ձայներ սա իրենց չի տա, այսինքն նախ գյուղերում բոլոր հարցումներով, եթե բոլոր քաղ տեխնոլոգների ելույթները եթե իմի բերենք, շրջաններում, գյուղերում իր ձայները զգալիորեն նվազել են, մոտավորապես կիսվել են, տեղ-տեղ կիսվել են, տեղ-տեղ ավելի շատ նվազել են։ Այս հարվածը, որ ինքը հասցրեց գյուղին, ինքը հասցրեց այս հարվածը, ռուսական կողմը չէ, ինքը հասցրեց այս հարվածը մեր տնտեսվարողներին, մեր գյուղատնտեսներին, մեր ջերմոցների տերերին եւ այլն։ Այս հարվածը իր մեջ ներառում է այն շերտը, որ իրենից արդեն իսկ հիասթափվել էր, եւ այն շերտը, որ դեռ հələ իրեն հավատում է։ Այն հատվածը, որ իրենից հիասթափվել էր, այս սանկցիաներից հետո իրենից էլ ավելի է հիասթափվելու եւ հաստատ իրենով չի հրապուրվելու։ Այդ մարդկանց մոտ այլևս ոչինչ չի փոխվելու։ Բայց այն մյուս հատվածը, հա, որ դեռ իրեն հավատում էր ու այս հարվածների պատճառով իրենք այսպես ջղայնացած, վրդովված իրենից երես են թեքում։ Հիմա իրենք ամեն ինչ անում են, որ այդ մյուս հատվածի ձայները գոնե պահեն, այսինքն այստեղ ձայն շահելու խնդիր այլևս չկա։ Այստեղ խնդիրը ձայները հնարավորինս պահելու խնդիր կա։ Այսինքն այդ կիսված ձայների այն կեսը, որ դեռ իրեն պատրաստ էր ձայն տալ, այս Նիկոլի հրահրած ուրեմն խնդիրներով պայմանավորված այդ հատվածի մի զգալի մասը էլի իրենից երես է թեքում։ Հիմա իրենք ամեն հնարավոր խարդավանքի ստի կեղծիքի դիմում են, որ այդ կիսվածի կեսը հետ գա։ Ու էլի պարզ է, որ ամբողջությամբ հետ չեն բերի, այսինքն հիմա իրենք ինչ էլ անեն, Ուրսուլա ֆոն դեր Լայենը գա անձամբ ծաղիկ առնի, երկու հատ ձուկ առնի, մի քանի կիլո ելակ առնի, մեկ է այս մարդկանց ձայներից էլի գնաց։ Այս մարդիկ կամ ընտրության չեն գնալու, ես երեք լսում էի Արթուր Պարոնյանին, սոցիոլոգ, շատ խելացի ու պատրաստված անձնավորություն իր, շատ հետաքրքիր մի բան ասեց, այս մարդիկ իրեն հավատացող ու այս սանկցիաների պատճառով իրենից հիասթափվածների մեծ մասը ընտրության ուղղակի չի գնալու։ Եթե չի գնալու, նշանակում է իր ձայներն են կորում։ Այսինքն հիմա իրենք ինչ էլ անեն, այդ կեսի մի մասին կարող են հետ բերել։
արդյունքում մեկ է տուժում է։ Հիմա տեսեք ինչ են արել։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ խոսել է մինչ այդ Արարատ Միրզոյան կա, Աղրիդաղ Միրզոյան, այդպես ասենք, հա։ Եվրոկոմիսարներից մեկի հետ է խոսել, Մարտակոս անուն ազգանունով։ Հիմա տեսեք, հապճեպ, զուտ որպիսի ես իրենց խամաճիկին օգնեն վերարտադրվի, կազմակերպել են 10,000 հատ ծաղիկ են առաքում Լատվիա։ Ահռելի ծավալի կորուստներ են կրել ջերմոցային տնտեսությունները, ահռելի ծավալի, ու ահռելի ծավալի մեջ 10,000 հատ ծաղիկ սիմվոլիկ մի բան, ոչինչ չնշանակող բան ուղարկում են Լատվիա։ Այստեղ էլ է մեծ խնդիր առաջանալու, հարց է առաջանալու, ումից ես այդ 10,000-ն առնելու, ումից ես առնելու, ումից չես առնելու, ոնց ես այդ արդարության սկզբունքը պահպանելու, ամեն մեկից մի ծաղիկ ես առնելու բոլոր ջերմոցային տնտեսությունների տերերից, ոնց ես անելու, որ այդ 10,000-ի մեջ բոլոր ծաղիկ աճեցնող ջերմոցային տնտեսության տերերը ինչ որ բաժին ունենան, ինչ ես ամեն մեկից մի փունջ առնելու ես, սա նորմալ միտք ունեցող մարդ, ու ես վստահ եմ, որ սա մեր ջերմոցային տնտեսությունների տերերի մոտ էլ ավելի է կատաղեցնելու, հա, ավելի է իրենց վրդովեցնելու, սա ոչինչ է, սա դեռ իր հերթին սիմվոլիկ մի բան, իբր ուզում են ասեն, տեսեք կգնա, հետո այդ ուրեմն մի ուղին էլի կօգտագործենք, ձեր ծաղիկները կուղարկենք Եվրամիություն, չի լինելու, սա պրիմիտիվ ընտրակաշառքի ձև է, մինչև ամսի 7-ը մի 10,000 հատ վարդ, չգիտես ինչ են ուղարկելու, 7-ից հետո չի լինելու, Եվրոպան ամեն ինչ արտադրում է, իր շուկաները փակ է պահում դրսի համար, հատկապես հետխորհրդային երկրների համար, հիմա այդ սիմվոլիկ քայլը անում են, որ Նիկոլին օգնեն խաբի այս դժգոհ հատվածին, ու հետո էլ խոստացել են հրատապ 50 միլիոն դոլարի, 50 միլիոն եվրոյի օժանդակություն օգնություն ցուցաբերել։ Ես վստահ եմ, որ տեխնիկապես դա մինչև ամսի 7-ը չեն կարողանալու անել։ Այդ հրատապներ, եթե Աստված ճանի Նիկոլը վերարտադրվի, շանսերը շատ փոքր են։ Դրանից հետո այդ ուրեմն հրատապը շաբաթներ ու ամիսներ է տևելու։ Ու հələ շատ մեծ հարց է, որ գատեղ հասնի, դա իրականում կհասնի մեր ջերմոցային տնտեսություններին, ում կփոխհատուցեն, ինչ ծավալով կփոխհատուցեն, ու ամենակարևոր հարցը, ասեք, փոխհատուցելու խնդիր չի այստեղ, մարդիկ բիզնես են դրել, ապագայի հետ պլաններ են կապել, դու կարող ես, ասենք, փոխհատուցել կորուստները, բայց այդ բիզնեսը մեռավ այդ բիզնեսը, փոխհատուցել նշանակում է, որ այդ բիզնեսը ապագա չունի, դու մասամբ կամ լիովին փոխհատուցում ես, այսինքն մեռավ, հեռանկար չունի, եթե Հետո փոխհատուցում ժամանակավոր բնույթ կկրի այդ փոխհատուցումը ի վերջո, Երբ եթե շարունակի Ռուսաստանը իր վերարտադրվի, սանկցիաները։ այո, եթե Նիկոլը վերարտադրվի, այդ 50 միլիոնը ուղղակի հնարավորად տեղել չհասնի, իրեն խոսք էին չէ տվել, քանի միլիարդ էին խոսք տվել այդ նույն եվրոպացի տերերը, մինչև հիմա այդ միլիարդները չեն բերել, այնտեղ շատ պրագմատիկ են, իրենք ցույցի հասկանում են, էլի, որ շատ հնարավոր է սա չվերարտադրվի, այդ միլիարդները անտեղի չգա իրենց համար անցանկալի իշխանությանը։ Ու ինչ վերաբերում է, որ բիբարի համար կփոխհատուցի, լավ, ասենք, ենթադրենք, նախ փոխհատուցելու ես մեր բոլորի բյուջեից, այդ բյուջեն լցվում է նաև այդ ջերմոցային տնտեսությունների աշխատանքի շնորհիվ։ Այո։ Ես որտեղից այդ միջոցները որ փոխհատուցես, այդ 50 միլիոնի հույսին են, այսինքն էլի երևի ամեն ինչ ասում, բայց փոխհատուցումը չի նշանակում բիզնեսի ապահովում։ Նշանակում է, որ այդ ոլորտը ուղղակի մեռնելու է, դու մասամբ փոխհատուցելու ես, ու դա խնդրի լուծում չի։ Ընտրություններից հետո եվրոպական շուկան մեզ համար ուղղակի փակ է մնալու, լսեք, Ուկրաինայում ուրեմն ուկրաինական ցորենը Լեհաստանը թույլ չտվեց, որպեսզի Եվրամիություն մտնի։ Ուղղակի թույլ չտվեց։ Ինչն է շատ մեծ ներքին լուրջ ուրեմն հակասությունների պատճառ հանդիսանում Եվրամիությունում, որ Եվրամիության անդամ յուրաքանչյուր երկիր հատկապես իր գյուղատնտեսական արտադրանքի սպառման, իր շուկան այսպես պաշտպանելու առումով շատ նախանձախնդիր է, եւ ինչ եվրոպական արտադրանքի հաշվին այլ երկրի արտադրանք բերել Եվրոպա, սա անհեթեթություն է, այստեղ հեռանկար չի կարող լինել ոչ մի։ Եվ
սա եթե անգամ ինչ-որ ժամանակավոր բաներ էլ անեն, ապա ընդամենը խոսքը մինչ նախընտրական շրջանում ինչ-որ քայլերի մասին է, հետո անհնարին է, չափանիշներ կան, բան կան բարդ, որ դրսից ոչ ոք չգա։ Ես ավելին ասեմ, Արմինե ջան, այն երկրները, որոնք հետխորհրդային սոցիալիստական լագերից մտան Եվրոպա, Եվրամիությունը պարտադրեց, որպեսզի իրենց ատոմակայանները փակեն, որպեսզի էներգետիկ անկախություն սրանք չունենան եւ էներգետիկ առումով մրցակից չլինեն առաջատար երկրների հետ։ Լիտվայում ատոմակայանը փակել տվեցին, Բուլղարիայում ատոմակայան կար, փակել տվեցին, աստրանել են ստիպում մեր ատոմակայանը փակել, դրանա տանելու։ Այնպես որ հայ ֆերմերներին հորդոր էլի ժողովուրդ ջան, այս խնդիրները տրամաբանական հետևանքն են այն բանի, որ այդ իշխանությունը թքած ունենալով հայկական շահի վրա, իր քաղաքացու շահի վրա Զելենսկին Երևանը սարքեց հակառուսական հայտարարությունների հարթակ, ոչ ավել ոչ պակաս, սպառնաց Կարմիր հրապարակում զորահանդեսին հարվածով, իսկ սա վիրավորանք է ոչ միայն Ռուսաստանին, սա ինձ է վիրավորանք, ձեզ է վիրավորանք, մեր պապերն են կռվել հայրենական մեծ պատերազմում, մեր բոլորի երջանիկ ու խաղաղ ապագայի համար։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ չլիներ, թուրքերը կուլ էին տալու Անդրկովկասը։ Մենք 300,000 հայորդի ենք կորցրել հայրենականի ճակատներում, դա մեր հաղթանակն էլ է, որքան Ռուսաստանինն է, այդքան էլ մերն է։ Ու երբ որ մի ճղճին ծաղրած ու իր երկիրը հանուն ինչ-որ հակառուսական մոլուցքով տարված բաների, եվրոպական առաջնորդների ու ամբիցիաների հակառուսական իր երկիրը սարքել է ուղղակի աղետի գոտի, այդ մարդուն դու բերում ես թույլ ես տալիս, որպեսզի քո երկրից թշնամական հայտարարություն անի քո բարեկամ երկրին, բնականաբար պատասխանը սա է լինելու։ Պետք է հիշել, որ այս աղետը Նիկոլ Փաշինյանի ապազգային ու հակապետական գործունեության տրամաբանական հետևանքն է մեկ, երկրորդ ռուսական շուկան անփոխարինելի է լինելու մեզ համար, այդ ծաղիկները, որ Լատվիա են տանում, ինչ որ չգիտեմ, հատուկ արտոնյալ պայմաններով 10,000 հատ, սա էքսկլյուզիվ բան է, սա սիմվոլիկ բան է, մինչև ամսի 7-ն է, հետո որ ձեզ անգամ թույլ եք տան դուք Եվրոպայում բանան եք տանեք, այդ լոգիստիկ ծախսերը հաշվել եք, այդ ծաղիկը մինչև տեղ հասնի ինչ կարժենա, մրցունակ ուղղակի չի լինի։ Դուք այստեղ արտոնյալ պայմաններով Ռուսաստանի հետ առևտուր եք անում, եկամուտ եք ստանում, ժողովուրդ ջան, մի խաբվեք։ Այնպես որ ելք չկա, Նիկոլին չեք ընտրում եք այս 3-ից 1-ին ուժեղ Հայաստան դաշինքը Բարգավաճ Հայաստան, հաջորդը 10,000 դրամը, 10,000 դրամը բարձրացրել է թոշակը, 10,000 դրամը արդեն ինֆլյացիան խժռել է, օր առ օր, օրըստօրե գները թանկանում են։ Ես հացը առնում էի 10 օր առաջ 380 դրամով քարի հաց, այսօր 400 դրամ արժի։ Այսպես 10,000-ից բան չի մնացել, թոշակառուն իր կյանքի վրա չի զգացել, կյանքի որակը չի բարձրացել, այդ 10,000 դրամը ոչինչ արդեն հիմա չի փոխել։ Հետո քանի որ բյուջեով նախատեսված էլ չի, շատ ճիշտ էր այսօր ասում Սաթիկը Սեյրանյան, ընտրություններից հետո սուսուփուս կարող է 10,000 դրամը հանեն, որտեղ բյուջեով նախատեսված չէ։ Այո, տարբեր տնտեսագետներ այդ մասին ասում են, որ դա անպայման հանվելու է, որտեղ ինքն էլ դա չէր էլ նախատեսել բյուջեով, ուղղակի նախընտրական ընթացքում մցրեց դա ժամանակավոր բնույթ կրող երևույթ է։ Այո, հետո նույնն է դա նաև առողջապահական ապահովագրության մասին։ Այստեղ ես եթե չեմ սխալվում, էլի մասնագիտական շրջանակների կարծիքն է, որ Պաուստային ֆոնդից ինչ որ անընդհատ բան են անում, գումար են հատկացնում սրան, սա էլ հավերժ չի։ Վերարտադրվի Աստված չանի։ Քայլ առ քայլ սա էլ են վերացնելու։ Քայլ առ քայլ նվազեցնելու, հետո վերացնելու են։ Այ նորմալ հարցը լուծելու համար ընտրեք 3 պետականակենտրոն ուժերներ, ինչ, բայց սոցիալական այնպիսի հրապուրիչ նախագծեր ունեն։ Լավ ասենք, ինչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը, որ չի կարող անել Սամվել Կարապետյանը։ Մեկ հարց տվեք էլի ձեզ ժողովուրդ, ինչ կարող է անի Նիկոլ Փաշինյանը, որ չի կարող անի Սամվել Կարապետյանը։ Հիմա մի հիմար թեզ են տարածել նիկոլականներ, այ որ ասում եք այդ սեգմենտի, չէ, իրենք քիչ են, բայց երբ որ դու մեկի հետ ես շփվում, օրդ ապականվում է, բայց հետո հասկանում ես, որ քո հայրենակիցն է, մեղք կա,
հույս ու այսպես հավատ է ստացվում, որ անխուսափելի իշխանափոխությունից հետո էր, որ հմեկը կծառայի ժողովրդին, ոչ թե Նիկոլին ու Ալիևին ու Էրդողանին։ Այդ մարդը հմեկ նայելուց մի 6-7 ամիս հետո կհասկանա, որ իրան խաբել են։ Հիմա մի հատ հիմարություն են տարածել Սամվել Կարապետյանի հետ կապված, թե բա թող բիզնեսմենը բիզնեսով զբաղվի։ Այսինքն երեկվա բոմժը գա երկրին տեր դառնա, երկրի հերը անիծի, մարդ ով ինքնուրույն բարդագույն պայմաններում այդ 90-ականների այդ վայրի կապիտալիզմի հորձանուտում զրոյից կայացել դարձել է Forbes-ի ցուցակով միլիարդեր, մարդ ով ահռելի միջոցներ է բերել դրել Հայաստան, մարդ ով պետության մեջ պետական պաշտոն չի զբաղեցրել, բայց պետականակերտման գործընթացի է մասնակցել, մարդ ով տնտեսության ամբողջ այդ մեխանիզմի աշխատանքը հստակ պատկերացնում է, ուրեմն ինքը չպետք է զբաղվի քաղաքականություն էլ չի դասական առումով, ինքը պետական կառավարմամբ չպետք է զբաղվի։ Իսկ երեկվա բոմժը պետք է այդ իր բոմժա ոզի սաստավի հետ պետություն ղեկավարի։ Ես զարմանալի Այդ դեպքում ափշերուղի կարող ենք նույն ձևով կներեք պարոն Ջամալյան հարցնել, ինչ իրավունքով է ինքը իր ձեռքերը հասցնում եկեղեցու գործերի մեջ է խառնվում, ինչ իրավունքով է դատական համակարգի մեջ իր այսպես ակտիվ դերն ունի ու ամբողջությամբ իր գրպանում է տեղավորել, բոլոր ոլորտների մեջ ինքը իր քիթը մտցրել է, այսինքն ինքը ջարդում է, ոչնչացնում է, ազգայինը ոչնչացնում է, ինքնությունը ոչնչացնում է, բանակը ոչնչացնում է, բանակից իրականում ոչինչ չհասկանալով եւ ծառայած չլինելով։ Ինքը դա ունի այդ իրավունքը, բայց տարիների փորձառություն ունեցող գործարար անձը, որը առանց որևէ հետին ինչ-որ մտքերի անընդհատ տվել է իր հայրենիքի համար, տվել է իր ստեղծածը, ոչ թե պետ բյուջեից մեր հաշվին արած, հա, այդպես փողը հանել տվել է, այլ իր ստեղծածը, իր արդար քրտինքով ստեղծածը նվիրել է իր երկրին, այդ մարդը իրավունք չունի։ Դե սա աբսուրդ է, սա նիկոլականների հերթական աբսուրդն է, ինչպես հերթական աբսուրդն է, օրինակ ասում են Ռուսաստանը պատժամիջոցները բացատրում են այսպես Քոչարյանը եւ Կարապետյանն են այնպես արել, որ Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառի։ Սա ուղղակի չգիտեմ, մարդիկ կա, որոնք հավատում են։ դա Կան այդ լկտիություն է, տեսակը, փաստորեն։ դե իրեն փարվող համբույրներով պատող Հա, տատիկները գուցե հավատան, բայց մեկ է այս ամենը լրացուցիչ ձայն իր համար չի բերում, բայց Արմինե ջան, շատ կարևոր մի բան, այն ինչ որ ասեցիք, դա YouTube-յան այդ բանով գնում է, ես YouTube-յան ալիքները այո, գովազդի տարբերաբար տարբերակով։ նայում եմ մեր բոլորի, մեկ էլ ընդհատվում է այդ հիմարությունը, այդ լկտիությունն է գնում, ես ուղղակի հիմիկվանից պահանջում եմ մեր ապագա իշխանություններից, այ ում ասես կարելի է ներել, ում ասես կարելի է այսպես ներողամտորեն վերաբերվելա, բայց հանրային գիտակցությունը այլասերողների, այս մեդիա տերորի կազմակերպիչները պետք է պատասխանատվություն կրեն։ Այն նման լկտի սուտը, թե իրենք փող են տվել, չգիտես ում, որ այդ սանկցիաները կիրառվեն, այդ լկտի այլանդակ սուտը տարածողները, ովքեր որ կազմակերպել են, սա պետք է անպայման սրա համար իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Սա մեդիա տերոր է, սա ազգային անվտանգության խնդիր է, սա Այո, մի բան է, շատ ճիշտ է։ որը անտեսել չի կարելի։ Բոլոր բարոյական սահմանները անցնել է սա նշանակում։ Լկտիություն է, սուտ է, այսինքն դու Զելենսկի ես բերել Երևան, քո ստրատեգիական դաշնակցի թիվ 1 թշնամուն բերել ես Երևան, Այո, դա պատճառ չի, ու չգիտես ինչի, իսկ նույն Սամվել Կարապետյանը ու նույն Քոչարյանը ես վստահ եմ, որ շատ մեծ վերապահումներով են վերաբերվում Ռուսաստանի այս պատասխան քայլերին, շատ մեծ վերապահումներով։ եւ Իրենք ասել են հաստատ այո։ չէին ուզի, որ այսպես լիներ, որովհետև տուժում է մեր շարքային քաղաքացին։ Ես էլ եմ Ես Նարեկ շարքային քաղաքացի, Կարապետյանից լսել եմ այդ խոսքը եւ հանրային, եթե չեմ սխալվում, հանրային հեռուստատեսության եթերում իհարկե, ասեց այդ մասին, որ ինքը շատ ցավ է ապրում, որ մեր իհարկե, գյուղացիները այդ վիճակում են եւ Ռուսաստանի քայլը այնպես չի, որ ասեց ոգևորված են ընդունում։ Միանշանակ իհարկե, միայն որտեղ հայրենասեր ոգևորվածել մարդիկ են եւ ոնց իրենց համար կարելի է ցավալի է։ Այո, լավ զգալ, ուրախանալ, որ քո հայրենակիցը խնդիր ունի ու քո հայրենակցի համար վատ է լինում։
Դե դա Այսինքն իրենց երևի տրամաբանությունն է, այդպես։ Կամ դուք պատկերացրեք Աստված չանի, էլի, նման բան չկա, անհեթեթությունը, զառանցանքը, բայց դուք պատկերացրեք, եթե ոչ թե անոնիմ յութուբյան ինչ-որ հոլովակ պտտվեր, եթե այդպես լիներ ու սրանք ինչ-որ ռեալ ապացույց ունենային, ձեռքի տակ, որ այդպես է։ Դուք պատկերացնում եք Ինչեր իսկապես ինչ կանեն։ տեղի կունենար Ճիշտ է։ նույն Կարապետյանի կամ Քոչարյանի վարկանիշի հետ։ Իրենց թիկունքում կանգնած են անգլիացիները, ամերիկացիները, Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը, կան երկրի հատուկ ծառայություն իրենց սպասարկում է հիմա ու աճեցնում ու առաջ մղում։ Եթե իսկապես այդպիսի բան լիներ, այդ վիթխարի հզորություն ունեցող հատուկ ծառայություններից գետ մեկ փաստական տվյալ կկարողանար էլի ձեռք բերել, Այո։ որ այդպիսի բան կա։ Այդպիսի բան չի կարող լինել, դա զառանցանք է, դա անհեթեթություն է, լկտի սուտ է ու դա մի բան է, որից հայ մարդը չի կարող ուրախանալ, որ քո հայրենակցի գործերը վատ են։ Դու մի հոգու մասին չի մի ամբողջ սեգմենտ։ Ուղղակի նույն Կարապետյանն ու Քոչարյանը այն մարդիկ են, ովքեր այդ խնդիրը շատ արագ կլուծեն իշխանափոխությունից հետո։ Այդ խնդիրը Այո, կա։ այո, այո։ Շատ լավ, պարոն Ջամալյան։ Իդեպ հազար Այո, ներողություն խնդրեմ, հիմարություններ շարունակ։ են տարածում, քանի որ այսպես անդրադառնում ենք հերթով, Այո, խնդրեմ։ Կարապետյանի անվան շուրջ շրջանառվող այս անհեթեթություններին ու այդ կեղտոտ տեխնոլոգիաների դիմաց տարածում են, թե խոսել չգիտի։ Դե լավ, այսա գիտեք ինչի է կարևոր։ Այս թեզը չեզոք տրամադրված ինչ որ հատվածի ընկալումներին էլ է գալիս ու կպնում, հա, այսպես ասենք։ Ու այստեղ շատ կարևոր մի բան կա, ես ուզում եմ անդրադառնալ, նայեք, գործի մարդը շատ չի խոսում։ Այս մարդը ստեղծել է կարողություն, բարիք է ստեղծել մեր երկրում, իր համար նոր ոլորտ է քաղաքական դիսկուրսը, հա, քաղաքական պայքարը, մեծ քաղաքականությունը։ Մեծ քաղաքականության մեջ հռետորական խոսքը իր ուրույն կանոններն ունի։ Հիմա մարդը ինչ ասես արել է ու հաջողել է, ինչ ոլորտում ասես որ մասնակցել է, հաջողություն է ունեցել։ Լավ ասենք առաջի 1-2 ելույթը իր համար այսպես նոր ոլորտ է, գուցե այնքան վարժ ու սահուն ու հռետորական այսպես, հա, ձիրքով, ինչպես օրինակ նույն թիմի իրենց Վարդևանյանը, ում շատ սիրում ու հարգում եմ, բայց Վարդևանյանը փորձ ունի 5-6 տարվա, 8 տարվա, քանի տարվա առաջնագծում ա եղել մեր պայքարի մարդը, քաղաքական փորձ ունի ու փորձառությունն է խոսքին բերում ողորկություն, հղկում խոսքը։ Լսեք, միլիարդներ ստեղծած մարդը Հայաստանը ոնց ասեմ, ռուսերեն կասենք նապլավու պահած մարդը, որտեղ Կարապետյանի ֆինանսական այս հոսքը, որ երկիր չլիներ, մեր երկրի գործերը շատ վատ կլինեին նախկինում էլ։ Այս մարդու համար ինչ մի խնդիր է, 1, 2, 3, 4 ելույթից հետո այդ ողորկությունը խոսքի ապահովել։ Ովքեր դա ասում են նման բան, իրենք զավզակությունը ուղղակի այն կենցաղային զավզակությունը շփոթում են խոսքի հետ։ Իրա խոսքը իդեպ դες լսելով իրեն խորհուրդ չի էլ տա ինչ որ բան փոխել առասարակ։ Մարդը պետք է իր բնական կերպարի մեջ լինի, իր բնական կերպարի մեջ լինելով է մարդը հրապուրիչ։ Իր խոսքը հավասարակշռված, հանգիստ, անշտապ, գիտեք, առանց շինծու ինքնավստահության, բնական ինքնաբուխ ինքնավստահությամբ, այսպես շատ բնական ու շատ գրավիչ է ու հրապուրիչ է շատ շատերի համար։ Իսկ եթե դուք ուզում եք նաև որպեսզի հռետորական հատուկ խոսք մարդը ունակ լինի ասելու, 1-2 շաբաթից, 1-2 ամիս հետո դա ինչ մի մեծ մի խնդիր է, թեպետ ոչ մի բան հատուկ փոխելու կարիք էլ չկա, որովհետև մարդ Բայց իր բնական հռետորական կերպարի խոսքով մեջ է։ չեն էլի երկիր ղեկավարում, ի սեր Աստծո։ Կամ այդ Նիկոլ իհարկե, Փաշինյանի հռետորական խոսքը այդ որտեղ ենք տեսել, կծկտուր, միտքը հաճախ, այլ բան է, որ իհարկե, կարելի ասել մանիպուլյացիայի մեծ վարպետ, այ համաձայն եմ, բայց այո, խոսքի ճարտասան, չգիտեմ, ես համաձայն չեմ դրան, որովհետև ինքը շատ փնթի է խոսում,
Քիմիկի արտադրությունից հեռու մարդ է Միանշանակ, այո, բայց ասենք շատ լավ կարող է մանիպուլացնել, խոսքը 10 անգամ փոխել, ստել, նայել, կեղծել, սա էլ իր արվեստն է։ Լավ, եւ անցնենք առաջ, որպես այո ամփոփում մեր հարցազրույցի, պարոն Ջամալյան, կխնդրեմ այդ 300,000 ադրբեջանցիների այդ ծրագրին էլ անդրադառնաք։ Գիտեք, ինձ բազմաթիվ մարդիկ են զանգում, մարդիկ այսպես կասկածների մեջ են։ Այստեղ էլ է մանիպուլյացիա արել Նիկոլ Փաշինյանը։ Բոլորս շատ լավ հիշում ենք, չէ՞, 25 թվականից Ալիևի հայտարարության մասին։ Հստակ ասել է, որ վերադառնալու ենք մեր հայրենիք։ Եվ Մոգոնեցին Արևմտյան Ադրբեջան կոչվածը հայտարարեց, որ դա էլ պիտի գիտական հենքի վրա դրվի այդ ընթացքը։ Եվ հիմա հասցրել են նրան, որ միջազգային հարթակներում հունիսի 18-ին ֆորում է լինելու։ Ընդ որում մեզանից երևի մի 10 կիլոմետր հեռավորության վրա Նախիջևանում է լինելու այդ ֆորումը, տարբեր միջազգային այսպես փորձագետներ եւ այլ մասնագետներ են հրավիրված Արևմտյան Ադրբեջան։ Հիմա այս մասին ընդդիմությունը եւ հիմնականում ուժեղ Հայաստանն է այս մասին բարձրաձայնել։ Նարեկ Կարապետյանը վերջերս նաեւ փաստաթուղթը շրջանառության մեջ դրեց այդ ծրագիրը, որով հստակ ասվում է թե ինչ ծրագիր է իրականացնելու, ինչն է հաջորդելու ոստիկաններով, ադրբեջանցի լցնելով մեր երկիրը եւ այլն։ Հիմա սրան տեսեք ինչ է հակադարձում այս իշխանությունը օգտագործելով հանրայինի հարթակը։ Ասում են սուտ եք ասում, չափազանցնում եք, չեն գալու։ Ես կխնդրեմ դուք որպես եւս նաեւ որպես ռազմական գործիչ շատ լավ իմանալով նաեւ ադրբեջանցիներին, իրենց ռազմական փորձագետ ավելի ճիշտ, շատ լավ իմանալով, շատ լավ ճանաչելով թշնամական պետությանը, հրաշալի պատմության գիտակ լինելով, սա օթից վերցրած ինֆորմացիա է տարածում, նախընտրական ինֆորմացիա է տարածում ընդդիմությունը, թե սա լուրջ վտանգ է մեր գլխին կախված։ Ես ձեզ ասում եմ, տարբեր մարդիկ են ինձ զանգահարում, ասում են, դա իրականություն է, թե հորինովի։ Հիմա ես խնդրում եմ դուք բոլորին մեր ժողովրդին, նրանք ովքեր կասկածիսկ փոքրիսկ ունեն այդ վտանգի հետ կապված, բացատրեք, ներկայացրեք, հորինովի է, թե իրական լուրջ վտանգ է մեր պետության գլխին, որը կգա մեզ մոտ, կլինի, եթե վերընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Լսում ենք ձեզ, խնդրեմ, պարոն Ջամալյան։ Ուրեմն 2021 թվականին հասարակությանը սթափեցնելու նպատակով բազմաթիվ պետականակենտրոն լրատվամիջոցներ հոլովակներ էին տարածում եւ ստեղծում էին այն ապագային մոդելը, որ կարող է կյանքի կոչվել, եթե 2021-ին Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Եվ այդ հոլովակներից մեկում կար այսպիսի մի տեսարան, երբ թուրք ոստիկանը կանգնեցնում է հայ վարորդին Հայաստանի սուվերեն տարածքում ու թույլ չի տալիս, որպեսզի նա շարունակի իր ճանապարհը։ Ուրեմն այդ պահի դրությամբ 21-ի նախընտրական շրջանում Գորիս-Կապան ճանապարհը, որ բանավոր համաձայնությամբ հանձնվել էր մինչև ուրեմն դելիմիտացիա դեմարկացիա անելը, հանձնվել էր Ադրբեջանին, զուտ իրենց իմպերատիվ պահանջին ընդառաջ էին գնացել սրանք, ու Ալեն Սիմոնյանն էլ մի քանի օր առաջ խոստովանել էր սա։ Այո։ Ստեյցան խոստովանել է հանցանքի մասին։ Այո, Բայց այդ ճանապարհը 2021-ի այդ նախընտրական շրջանում դեռևս գործում էր։ Ռուս սահմանապահները ուղեկցում էին մեր մեքենաները, խմբականակ էր ձևավորվում ճանապարհին, մի քանի շարասյուն էր ձևավորվում, իրենք ուղեկցում էին։ Այդ հոլովակը, չգիտեմ, ցավոք երևի հասարակությունը այնպեսի հետ պատերազմյան շոկի մեջ էր, այդ մեդիա տերորը, այդ քաոսը մեդիա ոլորտում, այսպես պատճառների փնտրտուքը, աղետի, ինչևէ, սթափված չէր լիարժեքորեն։ Ու մենք ինչ տեսանք, որ Նիկոլի վերարտադրությունից 21 թվականի ընդամենը մի քանի ամիս հետո, նոյեմբերին կարծեմ, այդ ճանապարհը լիարժեքորեն փակվեց, այդ հոլովակում այն ինչ պատկերվում էր, կյանքի կոչվեց։ Հիմա սիրելի ժողովուրդ, տեսեք, Սամվել Կարապետյանի թիմը եւ ոչ միայն այս առումով նաեւ բոլոր մեր պետականակենտրոն ուժերի մոտ էլ այս թեզը կա,
տեսեք, իրենք վերցրել են ամենա մեզ սպառնացող վտանգների ամենաիրատեսականը, ամենաաղետաբերը, ամենասարսափելին ու այսպես հետևողականորեն առաջ են մղում մի բանի համար, որպեսզի մեր հասարակությունը թափվի, վտանգը օբյեկտիվ գնահատի։ Այն ինչ ասում է Կարապետյանի թիմը, այն ինչ ասում են մյուս մեր ընկերները, դա այն դժոխքն է, որ բերելու է 16 համարի քվեաթերթիկը, եթե մեկը շփոթվի, սխալվի, այդ քվեաթերթիկը գտնի քվեատուփ։ Դա այն անխուսափելի աղետն է, անխուսափելի սարսափելին է, որ գալու է, պատելու է մեզ, եթե Նիկոլը վերարտադրվի։ Սա այն աղետն է, որ անխուսափելի է լինելու Նիկոլի վերարտադրության դեպքում։ Սա մեկ, ինչով ենք մենք սա հիմնավորում։ Ադրբեջանի համար սա պետական քաղաքականություն է, արտաքին քաղաքական առաջնահերթություն է։ Հիմա մի աղմախություն են էլի սրանք տարածում ես նիկոլականները, ինչ-որ չեզոք էսպես իրենց ներկայացնող լրատվամիջոցներ, լրագրողներ էլ այդ խայծը կուլ են տալիս, թե բա սա ներքին լսարանի համար է։ Անհեթեթություն է սա, ներքին լսարանի համար չի, սա արտաքին քաղաքական առաջնահերթություն է, պետությունը վիթխարի ռեսուրս է դնում այդ գաղափարը արտաքին քաղաքական հարթակներում առաջ մղելու։ Այդ այսպես կոչված 300,000 արևմտյան ադրբեջանցիների Հայաստան գալու պատմաիրավաքաղաքական լեգիտիմությունը ստեղծելու համար եւ այն ինչ մենք տեսնելու ենք օրեր անց հունիսի 14-ին կարծեմ, հա, Օրդուբադում, սա հենց այդ պետական քաղաքականության, պետական առաջնահերթության արարներից մեկն է, այդ զանգվածը Հայաստանով հեղեղելու պատմաիրավաքաղաքական հիմք ստեղծելու նպատակով արվող միջոցառումներից մեկն է։ Ու ի դեպ, եթե սրանք այդպես ինտենսիվորեն օգտագործում են ուրեմն արևմտյան Ադրբեջան թեզը, եկեք մենք էլ օգտագործենք մեր պատմական տեղանունները, այսինքն այդ համաժողովը տեղի է ունենալու պատմական վասպուրական նահանգի Գողթան գավառում, որը օկուպացված է Ադրբեջանի կողմից, որովհետև Նախիջևանի հանդեպ Ադրբեջանը ոչ թե պետք է ունենար լիարժեք իրավազորություն, այլ ընդամենը ուրեմն պետք է ըստ 21 թվականի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի Նախիջևանի ինքնավար հանրապետության հանդեպ ուրեմն վերահսկողություն ունենար, բայց ոչ լիարժեք իրավազորություն։ Նախիջևանի պատկանելիությունը Ադրբեջանին խիստ խոցելի է միջազգային իրավաքաղաքական ուրեմն դիրքերից։ Եվ մենք վստահաբար կարող ենք ասել, որ Նախիջևանը օկուպացված է օրվա ադրբեջանական իշխանությունների կողմից։ Այդ իրենք արևմտյան Ադրբեջանի թեզն են առաջ մղում, մենք մեր ուրեմն պատմաբանները, միջազգային իրավունքի մասնագետները, քաղաքագետները, մենք ունենք բոլոր փաստերը առաջ մղելու համար այն թեզը, որ Ադրբեջանը օկուպացրել է Նախիջևանը։ Նախընտրական շրջանում այս մասին քաղաքական ուժերը բնականաբար չեն ասել պատերազմի հիստերիայի ֆոնին, հա, որ Նիկոլը բարձրացնում է, բայց ուղղակի պետք է մի բան շատ հստակ ասել, որ երբ քեզ փորձում են տրորել, վնասել, հա, դու պասիվ պաշտպանական դիրքերից չպետք է հանդես գաս, դու պետք է ակտիվ նախաձեռնողականություն հանդես բերես նաև արտաքին քաղաքական ֆրոնտներով։ Եթե իրենք խոսում են արևմտյան Ադրբեջանի մասին, մենք պետք է խոսենք Նախիջևանի օկուպացված լինելու մասին ու պատմական վասպուրականի Գողթան գավառում անցկացվելիք մի միջոցառման մասին, որը Հայաստանը ադրբեջանցիներով հեղեղելու ու թրքացնելու իրավաքաղաքական, պատմաիրավաքաղաքական հիմքն է ստեղծում։ Հաջիևը ի դեպ էլի օրեր առաջ հայտարարել էր, շատ մեղմ իհարկե, բայց հայտարարել էր, որ ադրբեջանցիները սպասում են պատշաճ վերաբերմունքի պայմանների, որպեսզի վերադառնան, իրենք հաստատել են այս թեզը։ Ու հետո ժողովուրդ ջան, քանի գրոշ արժի Նիկոլի իշխանության հերքումը,
Ես մի այնպիսի կարկառուն օրինակ հենց հիմա բերեմ, որ կարծում եմ բոլոր թափ միտք ունեցող մարդկանց համար ամեն ինչ պարզ կլինի։ Հիմա օգոստոսի 8-ից սկսած սրանք պատառոտում են իրենց, ուզում են ապացուցեն մեզ ուզում են հիմարի տեղ դնել, թե իբր իրենք Զանգեզուրի միջանցք չեն տվել, թե իբր թրիփը բոլորովին այլ բան է, միջանցք չի։ Պատռում են իրենց, պատռում են։ Բայց այսօր իրենց կողմից այդքան սիրված, իրենց այդքան հովանավորող Մարկո Ռուբիոն կոնգրեսի լսումների ժամանակ իր խոսքում առնվազն 4 անգամ օգտագործել է կորիդոր եզրույթը, խոսելով թրիփի մասին։ 4 անգամ խոսել է կորիդորի մասին։ 4 անգամ օգտագործել է միջանցք տերմինը։ Դե եթե Աղրիդաղ Միրզոյանը այդքան ինքնիշխանություն ունի, դե թող հերքի, ասի չէ Մարկո Ռուբիո, դու տեղյակ չես, դա միջանցք չի, դե բա հակադարձեք ձեր ամերիկյան տերերին, կարող եք, ով եք, որ նրանց հակադարձեք, այդքան հազար ներողություն այդ բարի համար, այդքան պլոճիկ ունեք, որ հակադարձեք, ով եք, որ հակադարձեք, բայց դուք տեսեք լկտի, ստի բացահայտումը, այսինքն այնքան ակնառու է, որ սա կորիդոր է, ես վստահ եմ, որ Մարկո Ռուբիոն հիմա դա ասել է ոչ թե սրանց վնասելու ինչ որ բանից ելնելով, հա, նկատառումներից ելնելով։ Երևի մտքով էլ չի անցել, ուղղակի այնքան ակնառու է, որ այդ փաստաթղթի բովանդակությունը հենց կորիդորն է ենթադրում, դա այնքան ակնառու բան է, որ ինքը սա ասել է։ Տրամպն էլ է ասել ժամանակին, հենց նույն օգոստոսին, որ դա կորիդոր է, կորիդոր բառը նա էլ է օգտագործել։ Ալիևն է հրճվում, որ իրենք ստացել են Զանգեզուրի կորիդորը։ Բայց Մարկո Ռուբիոն ուղղակի տրորեց, ոչնչացրեց, ստորացրեց նիկոլական այս խաբեբաների փոքրիկ խմբակին։ Բայց իրենք շարունակում են ուղղակի մեր ժողովրդին նույն կերպ շարունակում են խաբել։ Այո, 4 անգամ կորիդոր բառը օգտագործեց։ Դե հիմա եթե այս հարցում խաբել են, հազարավոր այլ հարցերում խաբել են, ժողովուրդը բնականաբար թուրքերով Հայաստանը հեղեղելու այս հարցի վերաբերյալ են խաբում։ Պարզ է, որ խաբում են։ Եվ հետո ես ավելին ասեմ, այդ process-ը նախապատրաստական process է 300,000-ին ընդունելու։ Արդեն սկսված է, որովհետև չկա որևէ տրամաբանական բացատրություն առայն, թե ինչու են սահմանամերձ գյուղերում դպրոցներ փակում 200-ից ավելի։ Փակեցիր դպրոցը, գյուղը դատարկվեց, տները ազատվեցին։ Առաջնահերթության կարգով այդ 300,000-ի առաջի խմբականակը բերելու են սահմանամերձ գյուղերում տեղակայեն, որովհետև սահմանամերձ գյուղերից մինչև Ադրբեջանի սահմանապահներն ու ադրբեջանական բանակը շատ մոտ է լինելու, հետո որ վաղը մյուս օր այդ սահմանամերձ գյուղում ուրեմն բնակեցված ադրբեջանցին պահանջներ ներկայացնի, բողոքի ասի, թե իբր իր իրավունքները Հայաստանի իշխանությունները ոտնատակ են տալիս, ոտնահարում են, սահմանից այն կողմ ադրբեջանական բանակը գալու է օգնության իր հայրենակիցներին։ Այսինքն դիտավորյալ նախ եւ առաջ սահմանամերձ գոտին են ադրբեջանականացնում, որպեսզի այդ սահմանամերձ գոտին առաջնահերթության կարգով վաղ թե ուշ անցնի Ադրբեջանին։ Այդ սահմանամերձ գոտին իդեպ Ադրբեջանի հենց սահմանադրական հավակնություններով իրենցն է։ Հետո այդ միջանցքին զուգահեռ հատվածում թուրքերին կբերեն կլցնեն առաջնահերթության կարգով։ Եվ հետո էլի անցյալ անգամ շատ ենք խոսել այդ մասին, կարճ ասեմ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մի 2 շաբաթ առաջ, որ Հայաստանը միշտ չի որ եղել է այսքան միատարր, դա արդեն մեդիա հարթությունում, հանրային ընկալումներում ինքը ադրբեջանցիների վերադարձի թեզի մեկնարկը, թեզը զարգացնելու մեկնարկը տվեց, ծրծամը տվեց, այդ գաղափարի թույնը կաթեցրեց հանրային ընկալումներում, այդ Օվերտոնի պատուանը բացեց, ինքը ընտրություններից հետո եթե վերարտադրվեց Աստված ջանի, ինքը այդ թեզը զարգացնելու է ինչ է ասելու է
այո, մենք երբեք այդ միշտ չի որ այդքան միատարր ենք եղել, ոչինչ որ մի քանի տասնյակ հազար ադրբեջանցիներ էլ թող գան ապրեն, ինչ է եղել են ժամանակներ, որ մենք ուրեմն այդքան միատարր չենք եղել, իրենք մեր քաղաքացիներն են լինելու, մեր օրենքներով են ապրելու, ինչ կա որ, բայց ու ամենակարևորը որ եթե մենք հիմա մերժենք իրենց գալը, պատերազմ կլինի։ Այնպես որ սրցամը տրված է, ես շնորհակալ եմ իդեպ մեր ուժեղ Հայաստանի թիմին, Կարապետյանին, իրենց ուրեմն թիմակիցներին, որ այս գաղափարը այդ վճռականությամբ, հաստատակամությամբ առաջ են մղում։ Սա անխուսափելի աղետն է, որ մեր բոլորի գլխին կգա, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, եւ իրենք իդեպ Կարապետյանենք, եթե հիմա մենք հետևում ենք իրենց գործողություններին, գործունեությանը, իրենք համակարգային կերպով, Կարապետյանի թիմը համակարգային կերպով հակազդում է այդ սարսափելի աղետին, իրենք առաջ են մղում Հակասաֆարովյան օրենքը շատ ունիկալ ու հետաքրքիր գաղափար, որով ուղղակի օրենսդրորեն ուրեմն կանխում են այդ աղետը։ Ու եթե թույլ տաս վերջում մի բան ասեմ ու ամփոփեմ։ Այո, ես ուղղակի ուզում եմ այստեղ հավելել դրա շարունակության վտանգներից մեկը եւս զուտ որպես ինֆորմացիա, կարծում եմ իհարկե տեղյակ գուցե կլինեք, որ այդ մասին գրեց պարոն Ջամալյան եւ թուրքական լրատվամիջոցներն են գրել։ Իդեպ, հենց թուրքական լրատվամիջոցները, որ Հայաստանը մայիսի սկզբին Հայաստան ԵՄ գագաթնաժողովում ստորագրվել է մի կարևոր համաձայնագիր, Երևանի գործընկերության համաձայնագիրը միգրացիայի վերաբերյալ, եւ այս համաձայնագրի համաձայն 250,000 մուսուլման փախստականներ, որոնք ներկայումս անօրինական կերպով բնակվում են Եվրամիության տարբեր երկրներում, որոնցից շատերը գնացել են Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից, Պակիստանից, այդ բոլոր անձիկ փաստորեն Փաշինյանը համաձայնություն է տվել Եվրոմիությանը, որ գալու են, դռները բացվելու է մեր երկրի դրանց առաջ։ Սա էլ մյուս այդ նույն շարունակության մեջ, Սաֆարովների գալու շարունակության մեջ մյուս վտանգն է կանգնած մեր գլխին, արդեն դե ասում եմ թուրքական լրատվամիջոցներն են գրում, որ Նիկոլ Փաշինյանը այդ կարևոր համաձայնագիրը, նորից եմ կրկնում անունը, Երևանի գործընկերային համաձայնագիր միգրացիայի վերաբերյալ ստորագրված է, լրջագույն աղետ մեր գլխին եւ արդեն ուրիշ հոսք կա, էլի, սա արդեն զուգահեռ հոսք է, այնտեղ 300,000-ն են, այստեղ մոտ 250,000, այսինքն էս էլ Եվրոպայում անօրինական Սիրիայից գնացած է, այդ Խառնիճանանք Մաստանը, այնտեղ խանգարում են, այնտեղ բեռ են, իրենք գտնում են մի հատ երրորդ կարգի պետություն, որ ունակ է ու պատրաստ է այդ ամբողջ այդ զանգվածը ընդունել, ու գտել են իդեմս Նիկոլի մեր չքնաղ երկիրը, ժողովուրդ ջան, սթափվեք, գնացեք ընտրության ու ճիշտ ընտրություն արեք, ուրիշ ասելիք չկա այստեղ, դա սարսափելի բան։ Այո, եթե եզրափակիչ այլ խոսք կա, ասեք խնդրեմ եւ ավարտենք, որովհետեւ վաղը չէ մյուս օրը լինում է լռության օր, մեկ օր է մնում, այլոց այսօրն էլ ավարտվեց, մեր հարցազրույցը հնարավոր է հենց վաղն էլ կհրապարակվի, այսինքն հունիսի 5-ին ես կհրապարակեմ այս հարցազրույցը եւ կստացվի, որ իսկապես մնացել է ընդամենը մեկ օր, առջևում լռության օրն է, պարոն Ջամալյան, եւ խնդրում եմ ձեր վերջին խոսքով, այսպես հայտարարությամբ, ընդառաջ հունիսի 7-ին ձեր կոչը մեր հայ մարդուն, հայ ժողովրդին, խնդրեմ, եւ ավարտենք։ Տիկին Սիմոնյան ջան, մենք, ես, դուք, տասնյակ հարյուր հազարավոր մեզպես մտածող մարդիկ 2018-ից այրվում ենք, ինչ ասեմ, 2020-ից այսպես ամենօրյա ռեժիմով ջանք ու եռանդ ու առողջություն ենք դնում հանուն այն բանի, որ երկիրը չարիքից ազատվի, ամեն մեկն իր մասով, իր չափով։ Ու տեսեք, բոլոր մեր վերջին շրջանի պայքարի ալիքները ինչու չեն հաջողել։ Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել քննադատել մեր պետականակենտրոն ուժերին, ով կարող էր թող ավելին աներ,
Բայց այստեղ մի նյուանս կար, իրենց մեղքով էլ չէի։ Խնդիրն ինչն էր, որ թե 22-ին, թե 23-ին Արցախի աղետի ֆոնին, 24-ին, 20-ին մինչ այդ, հա, դիմադրության շարժման ժամանակ ինչ էր լինում։ Ալիքը բարձրանում էր, էմոցիոնալ ֆոնը ստեղծվում էր ու գալիս էր հանգուցալուծման պահը, երբ ամբողջ այդ էներգիան պետքա դուրս մղվեր ու բերեր արդյունքի։ Ու ինչ պատճառներով չէր ստացվում։ Էլի եմ կրկնում, փառք ու պատիվ բոլոր մեր պայքարի ընկերներին, ովքեր այդ կազմակերպչական գործի մեջ են եղել, ես չեմ քննադատում։ Մեր դեմ ամբողջ աշխարհն էր կանգնած, հա, ըստ էության, ամբողջ արևմուտքն ու թուրքական աշխարհը, հեշտ չէր։ Հիմա այդ ամբողջ էմոցիոնալ ֆոնը, այդ ալիքը գալիս էր, մենք օրեր էինք ուրեմն մատնանշում, հիմնականում գարնանային շրջաներ, մայիսի 28-ին փոփոխություն կլինի, այս մի օրը կլինի, գալիս էր կուլմինացիայի պահը, ինչ որ բան չէր ստացվում ու միանգամից այսպես հուզական անկում, հուզականորեն այսպես կոտրվում էինք, այդ հիասթափություն, հետո ինքներս մեր մեջ ուժ էինք գտնում, վերականգնվում էինք ու փորձում էինք մյուսներին օգնել, որ էլի վերականգնվեն, որ թույլ չտանք, որ կոտրվի հասարակությունը, էլի անցնում էր ժամանակ, էլի այսպես էմոցիոնալ ֆոնը ստեղծվում էր, սրանց դավաճանության անընդհատությունն էլ թույլ էր տալիս, որ արագ այդ վերականգնումը, ցասումի կուտակումը, հա, լինի։ Հիմա ասելիքս ինչն է։ Հիմա էլի այդպիսի մի վիճակ է։ Հիմա էլի էմոցիոնալ ֆոնը կա, էլի ալիքը բարձրացել է, էլի մոտիվացված 100 հազարավոր մարդիկ կան պայքարի պատրաստ, բայց ի տարբերություն 22-ի, 20-ի, հա, 22-ի, 24-ի, այստեղ այդ հանգուցալուծումը ոչ թե լինելու է փողոցում ինչ որ մի հատ կոնկրետ ակցիայի ժամանակ, որի արդյունքում իշխանություն փոխվի, հա, իշխանություն տապալվի, այլ այդ ամբողջ էմոցիոնալ ալիքը պետքա գա քվեատուփ։ Ու սա այն եզակի շանսն է, երբ այս էմոցիոնալ ալիքը բերելու է ցանկալի փոփոխության, որովհետև մի բան է, երբ որ դու այդ էմոցիոնալ ալիքը բերում ես կոնկրետ օրվա, կոնկրետ միջոցառման հետ ես կապում, որ ահա հիմա ինչ որ կարևոր մի բան տեղի կունենա ու մենք կհասնենք Նիկոլի հրաժարականին, կպարալիզացնենք փողոցները, թույլ չենք տա տեղաշարժվի, կստիպենք այնքան, մինչև ճար չունենա հրաժարական տա։ Ինչ պատճառներով չի ստացվել, ու որ չի ստացվել, ալիքը չել է, մարել է, բայց հիմա հանգուցալուծման տրամաբանությունն է այլ, այդ ալիքը այսպես տենց բարձրացած գալու է ընտրատեղամաս, ու քո քվեն, իմ քվեն, յուրաքանչյուրիս քվեն այդ էմոցիոնալ ալիքի այդ էմոցիոնալ մեծ ալիքը հիմա միլիոնավոր մարդկանց քվեներից է բաղկացած, այսպես այդպես ալիքը բարձրանալու է, գա լծվի քվեատուփ ու փոփոխության բերի, այսինքն այս այն դեպքն է, երբ որ այս էմոցիոնալ այս պիկը իսկապես կարող է բերել ու կբերի փոփոխության, որտեղ այստեղ արդեն մենք արդյունքը տեսնելու ենք։ Ամսի 8-ի ժամը մոտավորապես այսպես 5-ին, 6-ին մենք ունենալու ենք շատ լավ արդյունքներ, ես վստահ եմ։ Ու հետո պետքա սրան տեր կանգնել ու ուսից ինչ անել։ Ուղղակի մեր պետականակենտրոն ուժերը պետքա կոչ անեն ժողովրդին դուրս գալ տոնելու հաղթանակը։ Ու երբ որ մեր 100 հազարավոր հայրենակիցները արդյունքներից էլ ավելի այսպես լիցքավորված դուրս գան փողոց ու հաղթանակ տոնեն, շնորհավորեն իրար, բացառիկ օրինապահ վարք հանդես բերելով։ Դելը թող փորձի Փաշինյան կոչվածը այդ 100 հազարավորներին դեմ գնալ։ Ուղղակի հնարավոր չի լինի։ Ընդ որում, սիրելի ժողովուրդ, որքան մեծ լինի մասնակցությունը, այնքան մեծ կլինի նիկոլական ձայների եւ մեր հայկական ձայների միջև տարբերություն։ Այդ նիկոլա թուրքական ձայների ու մեր հայկական ձայների միջև տարբերությունը որքան մեծ եղավ, այնքան ավելի քիչ է հավանականությունը, որ Նիկոլը դիմի ինչ-որ հանցավոր քայլերի, անգամ եթե հրամաններ էլ տա հիստերիայի մեջ եղած ժամանակ,
Եթե տարբերությունը մեծ եղավ, ուժային կառույցների առաջի դեմքերը, միջին օղակը հաստատ տատանվելու է այդ հրամանները կատարել, որովհետև մի բան է դու 22-ին կեղծիքներով, հանցավոր ճանապարհներով, բայց վերընտրված իշխանությանը ուզում ես հեռացնելու այստեղ իրենք ինչ որ հիմք ունեն, հա, ասենք ընտրված իշխանությունը հրաժարական չի տալիս, իրենց ընկալմամբ դու արդեն օրենքի դաշտից դուրս ես ոնց որ լինում։ Այստեղ այդ դեպքը չի, թեպետ իրենք պետքա այն ժամանակ միանային ժողովրդին, հա, իրավապահները, բայց այստեղ այդ դեպքը չի։ Եթե սրանք տեսնեն, որ Նիկոլը չի ընտրվել, չընտրված լինելով, ընդ որում մեծ տարբերությամբ, եթե սա լինի, ել ավելի լավ, հա, չընտրված լինելով ինքը իրանց դրդում է, ուղղում է հանցանքի, իրենք էլ չեն գնա այդ հանցանքի։ Ես հիշում եմ 22-ին էլ ա եղել, 24-ին էլ ա եղել, ոստիկանության մեջ նորմալ մարդիկ շատ են, իրենք էլ են դե թշկամությամբ են հրամաններ կատարել, բացառությամբ մի քանի տասնյակ բերետավոր մարդկային դեմքը կորցրած ինչ որ զանգվածի, հա, որոնք պետքա պատասխանատվության ենթարկվել։ Այդ մի քանի տասնյակը, հա։ Այսինքն գնաք ընտրության, քվեարկեք ու հերթեք էս էջը, ամեն մեկը իր կողմից այդ քայլը պետք է անի, մեր չքնաղ երկիրը լավ արժանի չի, որ մենք մի ժամ հատկացնենք մեր կյանքից, գնանք մեր պարտքը կատարենք ու մեր երեխեքին նորմալ երկիր թողնենք։ Դուք պատկերացրեք 3 հզոր ուժ միասին Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյան, այս մարդիկ ստեղծող մարդիկ են։ Այդ 3 ուժերը միասին դուք պատկերացնում եք երկիրը ինչ բարձունքների կբերեն։ Ես շատ շնորհակալ եմ, պարոն Ջամանյան, շատ պատկերավոր ընտրության գնալը միակ փրկության ձևն է։ Որքան մեծ եղավ տարբերությունը ձայների մեջ, որքան ավելի շատ մեր ձայները եղան, որքան ավելի փոքր եղան թուրքական ձայները, այդքան ավելի փոքր է հավանականությունը, որ Նիկոլը կկարողանա իր հանցավոր հրամաններով կոտրել ժողովրդի ոգին։ Ուղղակի հնարավոր չի լինի 1-2 այսպես օր գուցե ինչ-որ բան, բայց այդ էմոցիոնալությամբ լիցքավորված ժողովուրդը իր հաղթանակին տերը կանգնելու օրենքով։ Շատ շնորհակալ եմ, նորից եմ ասում, իսկապես շատ պատկերավոր նկարագրեցիք այդ պահը, ամբողջ այդ ներուժը ուղղել հունիսի 7-ին եւ իրականացնել այն կարևորը, ես այդ պահին, որ դուք նկարագրում եք, ես պատկերացնում եի մեր պապերը զենքով են կռվել թշնամու դեմ, հաղթել են, հիմա մեր զենքը պիտի լինի գրիչը, թուղթը եւ այդ քվեարկության խցիկը, որտեղ ամեն մեկն իր խղճի հետ, իր Աստծո հետ եւ պիտի ընտրությունն արվի իսեր Աստծո, իսեր մեր հայրենիքի, իսեր հայ ժողովրդի։ Եվ իդեպ ասեմ, մեր բախտը բերում է այս պահին, որ դուք անընդհատ ասեցիք, շեշտեցիք այդ 3 ուժերի արկայությունը, մեր գիտեք, շատ ծանր վիճակում ենք, չէ, բայց կա այդ 3 ուժը, փառք Աստծո, որ գտնվել է, կա, այսինքն այլընտրանքը հստակ կա, պետք չի ձայները տալ այն փոքր ուժերին, որոնք ուղղակիորեն կփոշիացնեն, պետք է ձայները տալ համախմբված այդ ուժին, ընդդիմադիր հզոր ուժին եւ հասնել հաջողության։ Ես շատ շնորհակալ եմ, պարոն Ջամալյան։ Ես մի բան էլ ուղղակի ասեմ, ախր մենք այն ժողովուրդն ենք եղել, որ Արցախյան շարժում ենք կերտել ու այնպիսի աներևակայելի բարդ պայմաններում ենք համախմբված առաջ մղել Արցախյան շարժումը, պետականություն վերստեղծել, անկախության տեր դարել, Արցախի տեր դարել, որ դրա համեմատ այսօրվա դժվարությունները ինչ են։ Ես օրինակ բերեմ, որպեսզի մենք հիշենք ով ենք մենք եղել ու ինչի են մեզ ուզում վերածել այս լափի պաշտամունքով տարված այս թրքամոլները։ Կհիշեն մեր ավակ սերունդը կհիշի, ես փոքր եմ եղել, հիշում եմ, դուք էլ կհիշեք, երբ աղետաբեր այդ երկրաշարժի առաջին 2 օրերն էին 88-ի դեկտեմբերյան, 7-ներ 8-ներ Գորբաչովը եկել էր Լենինական եւ հանդիպում էր մարդկանց հետ վշտի, այդ սքի մեջ, մարդիկ այսպես ամեն ինչ կորցրած, ջղայդացած, հուզված, ալեկոծված,
հանդիպել էին Գորբաչովի հետ ու այդ ֆոնին այդ ժամանակ այդ դժբախտության ու վշտի մեջ այդ էփվող մարդկանցից մեկը Գորբաչովին հարցնում է Արցախի մասին, թե ոնց է լուծվելու Ղարաբաղի հարցը, ու Գորբաչովը ապշած ասում է в такой момент такой вопрос, ապշում է, որ ոնց այն մենք այդ ազգն ենք եղել, որ անգամ այդ վշտի այդ աղետի պայմաններում այնքան ոգեղեն ենք եղել, որ մեր գիծը չենք ուրացել, մեր պայքարը չենք ուրացել ու հասել ենք հաղթանակի։ Հիմա լափի պաշտամունքով տարված, լափի պաշտամունքը կենսակերպ սարքած, այս մարգինալացած խմբակի դեմ պայքարը համեմատելի չի անգամ Արցախյան շարժման մեկնարկեն դժվարություններին, երբ որ դու մի ամբողջ հզոր գերտերության դեմ ես դուրս գալիս, որի Սուզանավերը համաշխարհային օվկիանոսում աղուսարսափ էին տարածում, որի ավիացիան օդում աղուսարսափ էր տարածում այդ նույն ժամանակ, իսկ մի փոքր ազգ բռունցք դարձավ ու հաղթեց ու իր նպատակին հասավ։ Հիմա այս չտեսների, այս լափի պաշտամունքով տարվածների բոլուկը, ինչ է որ մենք սրա դեմ ուրեմն պետք է ընկրկենք։ Իսկ պայքարի մի ձև կա՝ գնալ եւ ընտրել կամ 3-ը, կամ 7-ը, կամ 17-ը։ Շնորհակալ եմ, Շնորհակալ։ Ան Ջամալյան, ինչպես միշտ շատ խորքային եւ ազգային եւ հստակ ձեր ասելիքը փոխանցեցիք մեր ժողովրդին, սպասենք իսկապես ձեր ասած հաղթանակի օրվան, հունիսի 7-ի երեկոյան, իսկ թող հունիսի 8-ը բացվի իսկապես հայ ժողովրդի համար որպես տոդական հաղթանակի օր եւ մենք փողոց դուրս գանք այդ հաղթանակը միասին նշելու։ Շնորհակալ եմ ձեզանից։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, տեսակապով ես զրուցում էի ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։